Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք նոր պայմաններում։ Շատ լավ լուսավոր, գեղեցիկ, հագեցված։ Որ դուրն էլ ծածկում ենք հովալին։ Շատ ուրախ եմ։ Իրականում են թափած մեր ջանքը, ռեսուրսը, նյարդը իր արդյունքը տալիս է այսօր, եւ որ ամենակարևորն է, բացի նրանից, որ այս գեղեցիկ եւ լուսավոր պատերի ներսում այս տեխնոլոգիապես հագեցած կենտրոնում մարդիկ այս պայմաններում են ստանում իրենց բուժումը, նաև որոշ իրենց հիվանդությունների կանխարգելումը, ես վստահ եմ նաև որ բովանդակությունն է փոխվում եւ մարդիկ ովքեր որ աշխատում են շատ ավելի մեծ սիրով են իրենց աշխատանքը կատարում եւ նաև դրա արդյունքն է այն որ մոտավորապես 4.5 անգամ մեր վճարովի ծառայությունները այս կենտրոնում ավելացել են Սա մեր քաղաքապետարանի կողմից շարժական ռենտգեն ապարատն է, որով ասենք տնային պայմաններում ենք ռենտգեն կազմակերպում, կազմակերպությունների բուժումներն են կազմակերպում։ Հաջորդ փուլով մենք իրականացնելու ենք եւս 6 պոլիկլինիկաների հիմնանորոգում։ Երևան քաղաքի բոլոր բժշկական կենտրոնները պետք է նմանատիպ տպավորություն թողեն մարդկանց մոտ, մարդը մտնելով մեր բժշկական կենտրոն պետք է ստանա այդ զգացողությունն ու տպավորությունը եւ այդ դրական տպավորությունով դուրս գա։ Մենք ականատես եղանք լազերային շտկման, կարճատեսության եւ ասթիգմատիզմի էքսիմեր լազերի միջոցով։ Սարքավորումը նորագույն սարքավորումներից է, 1 ամիս ստացել ենք եւ ակտիվ օգտագործվում է։ Հիվանդանոցի եւ հանրապետության համար բացառիկ է նրանով, որ ֆեմտովարկյանային լազերը ունի հնարավորություն Smart Sight մեթոդով վիրահատություն կատարելու համար, որը նորագույն տեխնոլոգիաներ է, շատ ավելի ապահով է դառնում, շատ ավելի գուշակելի է դառնում։ Արդեն նույնիսկ սարքավորումը, եթե ինչ-որ մի բան բժիշկը չան, սարքավորումը հուշում է։ Վերականգնումը կատարվում է շատ արագ, բուժման ընթացքը կարճացվի եւ իր առօրյա կյանքին ավելի արագ անցնի։ Լենտիկուլյար վիրաբուժության առումով վերապատրաստվել է 2 բժիշկ, իսկ էքսիմեր լազերային վիրաբուժության առումով ունենք նաև այլ բժիշկներ, որոնք անցել են տարբեր վերապատրաստում։ Ձեր հատվածում ինչ հնարավոր է թվային անել, ինչ դիմում հնարավոր է թվային ստանալ, պետք է թվային ստանալ ավտոմատ կերպով, նույնիսկ այն ինֆորմացիան, որ դուք մարդուց պահանջում եք, այն ինչը բազաներում ունենք, յուրաքանչյուր բան ուղղակի քաշեք, ձեր աչքի առաջ ունենաք, հավելյալ թուղթ չուզենք այլևս մարդկանցից։ Միջոցառումը կազմակերպել է կենտրոն վարչական շրջանը, իհարկե համատեղ մեր սիրելի հովանավորների եւ գործընկերների, Fast Bank-ը, Fast Shift-ը, YoHealth-ը, ինչպես նաեւ արդեն մեր հետ են երկրորդ անգամ
Երևան քաղաքի հիմնական ջիմերը, այսինքն ակումբները սպորտային, կազմակերպել ենք Les Mills Experience նախագիծը, որը իրականում հերթական քայլերից է սպորտի հանրայնացման։ Հրավիրել ենք 2 հանրահայտ մարզիչներ, որոնք էլի Les Mills են դասավանդում, եւ այսօր ունենալու ենք սպորտային մեծ տոն։ Հրավիրել ենք աշխարհահռչակ Մարլոն Վուդզին։ Ամեն տարի տարբեր երկրներում անցկացվում է այս տեսակ միջոցառումներ։ Հայաստանում երբեք չի եղել եւ սա շատ մեծ եւ լավ առիթ էր առաջինը ներկայացնել Մարլոնի նման աշխարհահռչակ մարդու եւ հրավիրել Հայաստան։ Always really fun being a part of these things when they're the first or the newest or the largest. And the excitement that's around it and the amount of effort and stuff people go through. Like, this backdrop is incredible. Like, it's the National Opera Theater. It's really cool. Yes, absolutely, yes. Loving Yerevan. I love the architecture. It's incredible. Սպորտով զբաղվելը կարևոր է յուրաքանչյուրիս համար, քանի որ առողջ մարմնում պետք է ձևավորվի առողջ հոգի։ I think it is an amazing experience when you see that the whole family is enjoying. So you're showing that we are making sports allowed for everyone, young, old, for the whole community. And I think this is a really great start for the future. Իմ խորհուրդը որ բոլորը մասնակցեն այսպիսի իվենտների, ունենան առողջ մարմին, առողջ հոգի ու լավ տրամադրություն։ Մենք պետք է օրինակ ծառայենք ու տարածենք այս սպորտաձևը մեր Հայաստանում։ Սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ից մեկնարկում է արդեն սիրված եւ սպասված հեքիաթ նանիվների վրա նախագիծը, որի շրջանակում Բեբուկ շարժական թատրոնը հեքիաթի հրաշքը կհասցնի Երևանի 12 վարչական շրջանների փոքրիկներին։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը թատրոնը հյուր կգա Երևանի բակեր ու այգիներ, ցուցադրելով տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներ։ Կլինեն տիկնիկագործության եւ տիկնիկավարության վարպետաց դասեր, խաղեր, ինչպես նաեւ հեքիաթների ինտերակտիվ ընթերցանություններ հայտնի եւ սիրված դերասանների մասնակցությամբ։
Սպասեք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Սիրով Երևանի քաղաքապետարան։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։